2018 թվականի երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, նա բազում խոստումներ էր տալիս քաղաքացիներին, որ լավ ենք ապրելու, սոցիալական կենսամակարդակը բարձրանալու է, մեր թոշակառուների թոշակներն այնքան է բարձրանալու, որ կարողանալու են խնայողություններ անեն, հիփոթեք ձեռք բերեն, լավ մեքենա գնեն, սա իհարկե այո, շրջագայության գնան Անգլիա, գնան Ամերիկա կամ մեկ այլ տեղ, ման գալու։ Իհարկե այդ ամենը գիտաֆանտաստիկ ժանրից է, նա նման բան չէր կարող լինել, առավել ևս նման որակյալ, որակի իշխանություն ունենալու պարագայում։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը տարեստարի շեշտակիորեն բարձրանում է։ Հիմա ինչքան է հասել կներեք։ Այս պայմանությամբ շուրջ 14 միլիարդ է, բայց վստահ եմ, որ մինչև հունվարի 1-ը 26 թվականի 14 միլիարդը գերազանցելու ենք։ Կխոսենք դեռ բյուջեի մասին։ Եվ տեսեք, 18 թվականին, երբ որ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց բացարձակ իշխանությունը, շուրջ 6 միլիարդ էր մեր արտաքին եւ ներքին կառավարության պարտքը։ Եվ 8 միլիարդ դոլարով, այո, եւ 8 միլիարդ դոլարով այս 7.5 տարիների ընթացքում մեր արտաքին եւ ներքին պարտքը բարձրացավ։ Շուրջ 120%-ով, որտեղ 8 միլիարդը եւ 6 միլիարդը շուրջ 120%-ով։ Եվ տեսեք, ինձ կարող եք ասել 120%-ով մեր կենսաթոշակառուների կենցաղավարությունը, կենսամակարդակը բարձրացել է, իհարկե ոչ։ Աշխատող քաղաքացիների 120%-ով իրենց աշխատավարձը բարձրացել է, իհարկե ոչ։ Եվ առհասարակ այդ 8 միլիարդ դոլարը, որը մենք արտաքին եւ ներքին պարտքի պարտավորություն ենք ստանձնել եւ յուրաքանչյուր ասուր Հայաստանի Հանրապետության քաղաքացին սպասարկում է այդ արտաքին եւ ներքին պարտքը։ Որքանով է արդյունավետ այդ ներգրավված գումարները կառավարության կողմից ծախսվել տնտեսության բոլոր ոլորտերում, կապիտալ ծախսերից վերցրած, կրթություն, գիտություն, առողջապահություն եւ այլ պաշտպանական ծախսեր եւ այլն։ Չկա նման հասկացություն, անարդյունավետ է ծախսվել, հակառակ դեպքում այսօր մենք ունենանք սոցիալապես ավելի բարեկարգ, ավելի լավ պայմաններով քաղաքացիներ, քան այս պահին ունենք։ Հակառակ դեպքում չէր լինի նվազագույն թոշակը 36,000 դրամ եւ նվազագույն աշխատավարձը 75,000 դրամ։ Եվ կունենանք անհամեմատ ավելի դրական, կենսամակարդակ, քան այս պահին ունենք եւ արձանագրվում են նաեւ իշխանությունների կողմից այդ տնտեսական բլոկի կողմից։